Բարի լույս, բարի օր սիրելիներս, թող նոր բացված օրը սկսվի Աստծո լույսով, հավատով և սիրով, թող բոլորի օջախներից անպակաս լինի խաղաղությունը և Աստծո օրհնությունը, սիրելիներս։ Սիրելիներս, այսօրվա հոլովակը և օրը սկսում եմ թոռներիս հետ միասին։ Տեսնում եք, սիրելիներս, թոռնիկս ոնց է մաքրում, ամբողջ ձյունը օգնել է, մաքրել են, հանել են դուրս։ Գարուշիկ ջան, ձեռքով բարևի մեր հետևորդներին։ Բարև ձեզ։ Հիմա մի փոքր մաքրի, ծաղիկները ծլավ ցույց կտամ։ Շատ խորը մի մաքրի, Գարուշիկ ջան, հերիքա բանը տյուլպանների ծիլերը կկոտրվեն, հերիքա կհալվի արդեն, լավ մաքրել ես։ Կեշա։ Կեշա։ Տատը կեշան զանի там իանա չորացնում։ Կեշա։ Բարև ձեզ։ Կեշային լողացրել եմ, չորացրել եմ, հանել եմ դուրս մի քիչ հետը խաղամ ու փոխը միակ կերը։ Բայց միշտ փոխել է պետք է մի քիչ հետը խաղամ։ Ամեն օր մի 10-15 րոպե խաղում եմ, բայց սրանով հələ չի խոսում։ Պետք է վիդեո ռոլիկներ նայենք ու սովորենք։ Կեշա։ Տենում եք ինքը մի քիչ պակաշտը չի խոսում դա։ Вообще չի խոսում, մենակ երգում է ինքը յադենով։ Կեշա։ Արդեն ոնց մի քիչ մեծացել է։ Արդեն սկորը կելի մի տարի, ոնց ինքը մեր մոտ է։ Ինքը շատ ուժեղ կծում է։ Ասեք ֆրցնեմ ձեզի, որ տենակ ոնց է ինքը կծում։ Տենում եք։ Զգույշ չկծի։ Բայց ցավոտ չի, որովհետև ինքը հələ այդքան է մեծ չի, որ շատ սուր կծի։ Մի քիչ կարող է սլեդ մնա ու 5 րոպեից անցնի։ Իանա քորում, որովհետև մի կես ժամ առաջ յան լողացրել եմ, թազա։ Ժամանակն է կերը փոխեմ։ Այս կերն է, որի ամոթ հիմա կա, լցնում ենք հայաթը միտեղ, ուրիշ ծիտիկների գալիս են, ուտում են արդեն մի հատ ծիտիկ ունենք, սիրուն սպիտակ կարիճների։ Ծիտիկի անունը աղավնի է, Մարինե ջան։ Աղավնի։ Գալիս է ուտում է, հիմա առավոտը տվել ենք յան արդեն կերել է, գնացել է, իրիկուն էլի կգա կուտի։ Նստել է սա ցանկապատի վրա։ Հա, ցանկապատի վրա է նստել։ Կեշա։ Լավ, եկեք փոխենք։ Ատայսա կներվանյանա։ Արև է, Մարինկան սիրելիներս դուրս է հանել, մի քիչ էլ մեր կեշան այս արևից լողացած է, համ լավ է զգում իրեն, համ էլ սիրում է դրսում։ Այսօր պար ունեմ, ժամը 5-ին, մինչև 7-ը, ասիմ կեշային լողացնեմ, կերը փոխեմ, գնամ ես էլ իմ գործերը անեմ, դասերս, մազերս կապեմ, գնամ պարի։ Ներողություն եմ խնդրում, որ չեմ գցում ձեզի պարելես, որովհետև երգը չի թույլատրվում YouTube-ի մեջ։ Առանց երգել արդեն այն չի արդեն։ Կպարեմ, անպայման կպարեմ եւ կճարենք այն երգը, որը թույլատրվում է YouTube-ում։ Հիմա գնամ այս կերը լցնեմ հայաթը, ուրիշ ծիտիկների համար ու գամ կեշային արդեն փոխեմ։ Հեսա այդքան կեր լցնում, ըստ է ինքը հետո կգա ուտի։ Հիմա ինքը չի գա, որովհետև մենք դուրսն ենք եւ մենք արդեն գնում ենք տուն, գալիս է ինքը համար ուտում է արդեն։ Հիմա գնամ իմ կեշայի համար լցնեմ։
Гара, что ты делаешь? Մեքենան եմ սարքում, ավտոյի լույսերը չի աշխատում, նայում եմ ռելեները մեկի предохранитель ինչ չի աշխատում։ Սեղմում եմ, նայում եմ, հանում եմ, կարողա ժանգոտել է, կարողա փչացել է, կարողա վառվել է, այդ արդեն նայել է պետք, ինչ չի աշխատում։ Ես այդ մեկը հանել եմ, փոխել եմ։ Ստե արդեն ժանգոտել է, ու համը ծրվել է, չի աշխատի։ Փոխել եմ, հիմա նայել եմ աշխատում է թե չէ։ Դե լավ, նայի սարքի, հետո կասես կոմոդ ստացավ թե չէ։ Տարամ լսրեցիմ արդեն գերը, հիմա կլսնեմ կեշայից։ Իա համար սպեցիալի կերատենում ենք հեսա ինք նկարի վրա, նույնը կեշած հեսա, որտև կան պոպուգայի բալշի, есть маленький, չի կարելի տար, այն գերը, որ յան չի կարելի, ինքը իլը փոքր է, ну, размерով, յան պետք ասենց փոքր, որ ման վերենի մեջ ամեն ինչը։ Դուրեք ամեն ինչը ման դերա մեջ է լսրած։ Քիչ լցրու, շատ պետք է։ Շատի դեպքում ինչ է անում։ Թափում է սաղ գետինը։ Այո։ Վախենում է։ Կեշը։ Հենց որ գնանք մի րոպեով, գեթ արդեն կերը յակոտի, որ կուշտելի պետք է թազա կերը փորձի։ Մի քիչ չորանանք, կտանանք յան արդեն կդնենք, գետին արևի տակ, որ ինքը տիտիկների հետ ծրվել է։ Ես ընդհանրապես կեշային դուրս չեմ հանում, որովհետև ցուրտ է, ու հիմա լողասիմ ասիմ տանեմ դուրսը կերը փոխեմ, որովհետև արև է։ Ջուրը արդեն որ յան լողասում եմ փոխել եմ, ըստ ինքը ջուրն է խմում աստեից։ Հիմա տանը կեշային տուն, որ չմրսի, ու գնամ ես պատրաստվում եմ, որ գնամ Պարի, այսօր պապան գնացել է գործի, պետքա գնամ ավտոբուսով, մի քիչ շուտ պետքա հելեմ, որ չուշանամ։ Դե ձեզի հաջողություն, լավ օր, ես գնամ պատրաստեմ Պարի։ Սիրելիներս, երեխաներիս հետ նստելու, զրուցելուց հետո եկել եմ խոհանոց, տավարի միս եմ լվացել, դրել եմ գազօջախին եփվելու։ Մյուս կաթսայի մեջ էլ դրել եմ 2 կտոր կարակ, այսօր պատրաստելու եմ բորշ։ Մինչ կարագը հալվի, ես ձեզ բաղադրիչները ցույց կտամ, նախապես պատրաստել եմ։ Կտրտել եմ կաղամբ, կարտոֆիլն եմ մաքրել, այստեղ էլ կտրտել եմ դանակով մի քիչ կտրտած եմ լցրել գյազարը, մի քիչ էլ քերիչով անցկացրել եմ։ Նույնպես նաև նույն ձևի կտրտել եմ կարմիր բազուկը, քերիչով անցկացրել եմ։ Դրել եմ 3 դափնու տերև, տոմատի մածուկ, կարմիր աղացած քաղցր պղպեղ, Հայաստանից բերվածը վերջացել էր, որդիս գնել եմ մի քիչ մուգ է գույնը, բայց ոչինչ։ Մանրացրել եմ մաղադանոս և սամիտ թարմը, նաև մանրացրել եմ, արդեն պատրաստ է սոխը։ Հիմա կարագը հալվի, կավելացնեմ սոխը և կտապակեմ սիրելիներս։ Այնքան մինչև արդեն ոսկեգույն դառնա, բայց դեռ չի հալվել կարագը։ Կարագը արդեն լավ հալվել է, հիմա հալված կարագին կավելացնեմ մանրացրած սոխը։ Կխառնեմ, կթողնեմ, որ սոխը լավ տապակվի, մինչև դառնա վարդագույն։ Սոխը արդեն տապակվել է, ավելացնում եմ կարմիր աղացած մի լավ ճաշիկ գթալ բիբար, պղպեղ։ Ավելացնում եմ տոմատի մածուկ, մի մեծ ճաշիկ գթալ։ Կարմիր պղպեղին և տոմատին կավելացնեմ մի փոքր արգանակ, մի 3 կաթիլ, մի 2-3 սեկունդ կխառնեմ, նոր մնացած բաղադրիչները կավելացնեմ, մի քիչ գազը իջեցնեմ ուժեղը։
կարմիր աղացած պղպեղին տոմատի մածուկին կավելացնեմ մեր պատրաստած տնական լեչոն։ Նորից կխառնեմ, թող իրար հետ մի 2 վայրկյան եռան։ Հիմա ավելացնում եմ քերած և կտրտած բազուկը և գազարը։ Հիմա մի լավ խառնեմ, ավելացնում եմ արդեն մաղով անցկացրած մի քիչ արգանակ։ Արգանակը լցնում եմ, որ լավ տապակվի, սիրելիներս, բազուկի գազարի միջի համն ու հոտը հյութը դուրս տա։ Հիմա բերանը ծածկեմ, թողնեմ տապակվի։ Հələ տեսեք ինչ լավ տապակվել է, սիրելիներս, բա գույնը խոսքերն ավելորդ են գույնի համար, շատ ընտիր է։ Հիմա այս տապակված բազուկի գազարի և մնացած բաղադրիչների վրա կավելացնեմ կտրտած կարտոֆիլը, նորից կխառնեմ, կթողնեմ մի 5 րոպե, թող կարտոֆիլը նորից տապակվի բանջարեղեններով։ Տեսախցիկ կմոտեցնեմ, տեսեք, սիրելի հետևորդներ ջան, ինչքան գեղեցիկ գույն ենք ստացել։ Կարտոֆիլն էլ արդեն գույնը փոխել է, կարմրել է։ Կարտոֆիլի գույնը տեսեք, սիրելի հետևորդներ ջան։ Խառնելուց հետո ավելացնում եմ կաղամբը։ Հիմա բանջարեղենները մի լավ խառնեմ, բերանը ծածկեմ, թողեմ, որ կաղամբն էլ տապակվի։ Բոլոր բաղադրիչները լավ տապակված են։ Հիմա կխառնեմ մի լավ, որ բաղադրիչներին արդեն տապակված ավելացնեմ միսը։ Միսը, սիրելիներս, լավ եփել եմ, ջրին աղ եմ ավելացրել, քափը հավաքել եմ։ Հիմա միսն էլ կավելացնեմ, նոր կլցնեմ արգանակը։ Նորից կխառնեմ, որ միսն է լավ խառնվի բանջարեղեններին, նոր արդեն արգանակը քամելով կլցնեմ։ Արգանակը այնքան կլցնեմ, մինչև բոլոր բաղադրիչները արգանակով ծածկվեն։ Հիմա փորձում եմ կարտոֆիլը, արդեն լավ եփված է, ժամանակն է, սիրելիներս, որ ավելացնեմ կանաչին և դափնու տերևը։ Կանաչին ավելացնելուց հետո 2 րոպե եռա կանջատեմ։ Պատրաստեցի, վերջացրեցի բորշը, սիրելիներս,
Ստացվեց շատ համեղ, անուշ եւ գույնն էլ բազուկի գույնի բորշ։ Դուք էլ պատրաստեք իմ տարբերակով եւ իրոք կհամոզվեք ընտիր է ստացվում։ Դե ինչ ինձ մնում է ասել բարի ախորժակ, ձեզ էլ հաճելի բարի դիտում։ Կհանդիպենք մեր բալկոնում։ Հիմա մաքրեմ գազօջախը շուրջ բոլորս, գնանք մեր բալկոն։ Սիրելիներս, պատրաստեցի, գազը մաքրեցի, շուրջ բոլորս մաքրեցի, պլպլացրեցի, գոլ ջուրս էլ վերցրեցի, եկա նստեցի բալկոնում, համ ձեզ հետ մի քիչ խոսեմ, մի քիչ էլ հանգստանամ, նոր կգնամ ներս։ Կոֆե չդրեցի, որովհետև մի ժամից հետո հարսս կգա, նոր միասին կխմենք։ Առավոտները ձեզ հետ պարտադիր պետք է խմեմ։ Իսկ հիմա հարսս կգա, նոր կխմեմ։ Հիմա իմ գոլ ջուրը շարունակում եմ խմել առավոտ երեկո, սիրելիներս։ Կացան, որ ցույց տվեցի, տեսակ ինչքան պլպլում են։ Գնել ենք X Price-ից, եթե չեմ սխալվում, թող հարսս տուն գա, կամ էլ Viber-ից։ Շոր, շատ լավ փայլեցնում է, ընտիր։ Ոնց որ հենց նոր զավոդից դուրս եկած կաթսա լինի։ Ուղղակի ես իմ ցանկությունն է ձեզ հայտնել, իմանամ, ասեմ գնեք, էժան կոպեկներ են, կոպեկներ։ Եվ իրոք կստանաք այդ ինչ ուզում եք, որ կաթսան լավ փայլում է, գազօջախի վրա, չէ, մենք մեզ լավ ենք զգում։ Մաքրությունը դրախտից է եկել, այո, մեր ժամանակներում միշտ ասել են ու ասվում է մինչ առ հիմա։ Դե ինչ սիրելիներս, այսօրվա համար այսքանը։ Շնորհակալ եմ, որ դիտում եք, շնորհակալ եմ, որ հյուրընկալում եք տիկին Մարինեի խոհանոցում, շնորհակալ եմ, որ բարի եք, դրական եք։ Ես էլ ձեզ ցանկանում եմ միշտ լինեք առողջ եւ օրհնված։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։ Ձեզ հետ է ձեր շատ սիրելի տիկին Մարինեն։